Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր հյուրընկալել ենք սահմանադրագետ Գոհար Մելոյանին, շնորհակալ եմ Տիկին Մելոյան մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Մելոյան, նախ մեր զրույցը սկսենք Էրդողան Նիկոլ Փաշինյան երեկ կայացած հանդիպումից, պաշտոնական այդպես հաղորդագրություն տարածվեց, որը ստանդարտ, ինչպես միշտ ասում է, որ քննարկել են խաղաղության պայմանագիրը, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններ, բայց ավելի ուշագրավեր արդեն հայ համայնքի հետ ունեցած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, ասում է, որ իմ այս հանդիպումից, այս այցից չափազանցված սպասելիքներ պետք չէ ունենալ։ Նախ ամփոփելով, ինչ ստացանք երեկվա հանդիպումից, ինչ տվեց այն հայկական կողմին։ Նախ սկսենք նրանից, որ այս հանդիպումները, որոնք պարբերականությունը հաճախականանում է, ինչպես տեսնում ենք, եւ որին միտված ավելի շատ հայկական կողմն է հանդես գալիս, օրինակ մենք ունեցել ենք փորձ, երբ մեկ օրվա ընթացքում, քանի որ Facebook-ապետությունում ենք ապրում, մեր գործադիր իշխանության ղեկավարը վարչապետը ժամերի կամ րոպեների պարբերականությամբ տարածել է հաղորդագրություններ, որ ինքը պատրաստ է ստորագրելու այսպես կոչված խաղաղության պայմանագիրը։ Այստեղ ես կարող եմ իրավիճակին իրավական կոմպոնենտով անդրադառնալ, ցավալի է, որ ինչպես նախորդի մի շարք փաստաթղթերի պարագայում, որոնք իրենց ձևով եւ բնույթով միջազգային պայմանագրեր են եւ շատ հաճախ որոնք պետք է ներպետական վավերացման գործընթաց անցնեն, ինչպես Պրահայում ստորագրված փաստաթուղթներ, ինչպես նոյեմբերի 9-յան կապիտուլյացիոն ակտներ, ինչպես դրան հաջորդող դելիմիտացիոն դեմարկացիոն փաստաթղթերն են, որոնք ընդամենը մի աշխատակարգի ձևով նախորդ տարվա սեպտեմբեր-օգոստոսի վերջին ներկայացվեցին ներպետական վավերացման, այն էլ ունենալով հետին իրավական զարտուղի միտք, դա էր ըստ էության անկախության հռչակագրին սահմանադրական դատարանի կողմից գնահատական տալը, այս պարագայում հերթական մենք այնպիսի անշնորհակալ իրավիճակում ենք, որ մենք չգիտենք ինչ է տեղի ունենում, ու դրա պատճառով է, որ իրենք վրթովվում են, տարաբնույթ մեկնաբանություններ եւ պիտակավորումներ են իրենց թույլ տալի խոսքի իշխող ուժի ներկայացուցիչների մասին է, բայց այդ առայն, որ մարդիկ հորինում են ինչ-որ երևույթներ, որոնք առկա չեն, բայց դրա համար ընդդիմադիր դաշտը եւ քաղաքացիները ունեն հիմքեր ու հիմնավոր են այդ բոլոր պնդումները, որովհետեւ նախորդիվ արդեն ինչպես նշեցի, առկա է փորձ, որ ստորագրել են ամենաանսպասելի եւ անհեթեթ հակահայ հայկական շահը որևէ կերպով չներկայացնող փաստաթղթեր եւ երկրորդ մենք մինչ օրս արդեն տարիներ է ինչ շրջանառվում է խաղաղության պայմանագիր եզրույթը, տարիներ է ինչ բանակցային գործընթաց է տեղի ունենում հայ-թուրքա-ադրբեջանական եւ լսում ենք, որ առկա են ինչ-որ կետեր ու առկա են պայմանավորվածություններ, բայց դրանք այդպես էլ մեզ հայկական հանրությանը չեն ներկայացնում։ Այսինքն որոշակի մտավախություններ կար հանրության մոտ։ Բնականաբար երեք մտավախությունները շատ են, որովհետև շրջանառվում էր լուրեր, որ ինչ-որ վերջնական հստակ պայմանավորվածությունների շուրջ են գալու համաձայնության, մտավախությունները տեղի են, որովհետև մենք այսօր մեր կամքից անկախ աշխարհաքաղաքական այնպիսի զարգացումների կիզակետում ենք, նույն մեր հարևան պետությունում տեղի ունեցող պատերազմական իրավիճակը հաշվի առնելով, նույն աշխարհում տարբեր գերտերությունների հետ հարաբերությունների վատթար վիճակը հաշվի առնելով, որ փոխարեն մեր իշխող ուժի ներկայացությունը ամեն կերպ հաշվի առնելով մեր պետության փոքրությունը, հաշվի առնելով մեր 44-օրյա պատերազմից վատթար վիճակը, անընդհատ շահի համընկնող ու հմուտ դիվանագիտական հարաբերություններով մի փոքր ի նպաստ հայկական շահի լուծումներ որոնեն գտնել եւ աջակիցներ ու համախոհներ գտնել, մենք անընդմեջ բոլոր ոլորտներում, տնտեսական, դիվանագիտական, իրավական, անվտանգային ձախողումների են կառերեսվում եւ բնականաբար սպասելիքները, որ հերթական ինչ-որ վտանգավոր փաստաթուղթներ ստորագրվելու շատ տեղին ու հիմնավոր են եւ այն եզրույթը, որ իրեն թույլ է տվել կամ արտահայտությունը, որևէ մեծ սպասելիքներ մի ունեցեք,
դա ըստ էության եւս հարցական է, հա, այդ ում է ուղղված այդ հարցադրումը, արդյոք հենց իրենց համակիրներին եւ իր ուժին, որ չունենան դրական ակնկալիքներ ինչ որ լուծման վերաբերյալ, թե ընդդիմադիր դաշտին, որ չունենան բացասական ակնկալիքներ, որպես հերթական ճակերտավոր իր կողմից մատուցվող անակնկալ, օրինակ, մի գյուղի հանձնման տեսքով։ Իսկ զոհասեղանին ու օրակարգում նախապես, հա, ըստ շրջանառվող լուրերի, նույն ինչպես նշեցիք, Զանգեզուրյան միջանցքեր դրված, որը ինչպես Այս մասով էլ է հայտարարությունները ասում է Զանգեզուրի միջանցք չի լինելու, խաղաղության խաչմերուկ է լինելու, երեք Ստամբուլում է հենց հայտարարել։ Այստեղ եւս, հա, արդյոք պետք է ուղղակի հղում կատարել եւ տառացի մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որովհետեւ միաժամանակ նա ըստ էության հաստատել էր իր գործընկերներին թուրքա-ադրբեջանական, որ մեծ Թուրանին ըստ էության խոչընդոտ չի լինելու։ Այդ պարագայում ինչպես են պատկերացնում այդ process-ը, եւ եթե ինքը գործընկերներին հայտարարում է, որ խոչընդոտ չի լինելու, արդյոք ինքը կարողանալու է իր խոսքերից խուսանավել։ Եվ եթե դա առաջին հարցադրում, ըստ էության ավելի պարզ ասենք, հա, ունկնդրի համար, արդյոք ինքը գործընկերներին սուտ խոստում է տալիս կամ սուտ կեղծ հավաստիացում է տալիս, մեկ, եւ երկրորդն էլ, եթե ինքը մեզ է մոլորեցնում, սա հայկական հանրության ու հայկական լսարանին ուղղված կեղծ ուղերձն է, որ չի լինելու միջանցք, եւ այնուամենայնիվ լինելու է, ինչպես են պատկերացնում այդ ապաշրջափակումը այսպես կոչված եւ կապերի ըստ էության տեղակայումը, ինչ ֆինանսական միջոցներով, ինչ իրավական ձևակերպումներով, ինչ հենց փաստացի տեղում տեսքի տալով, նախագծելով, սրանք մի շարք բաղադրիչներ ունեցող հարցեր են եւ կրկին եմ ասում, մենք հայկական հանրությունս անշնորհակալ վիճակում ենք, որովհետեւ առաջին հերթին տեղեկատվական վակուումում ենք ու բնականաբար այդ տեղեկատվական վակուումը իշխանության կողմից լավորից չի գալիս։ Իրենք քաջ գիտակցում են, որ այնպիսի process-ների ընթացակարգերի մեջ են, որոնք բուրըն էմոցիոնալ արձագանք են բացասական արժանանալու մեր հանրության կողմից, դրանից ելնելով իրենք մաքսիմալ գաղտնեն պահում բանակցային process-ները։ Այդտեղի մելոն ձեր նշած այդ անհանգստությունները հանդիպումից առաջ նաև այսպես օթում կախված, հիշում ենք երեք հանդիպումից առաջ Երևանում ինչ իրավիճակ էր տեղում, խոզարկություններ ընդդիմադիրների գրասենյակներում, կան ձերբակալվածներ, բերման ենթարկվածներ, այդ ամենը ի վերջո ում էր պետք այդ հանդիպումից առաջ այդ խժդժությունները, ինչն էր պատճառը։ Նախ պետք է հասկանանք, արդյոք հանդիպումով էր փոխպայմանավորված, որովհետև շատերը պնդում են, որ որովհետև երկակի կարող ենք մեկնաբանել, հա, ինչպես մինչ օրս տեսնում ենք, այնուամենայնիվ երեք այնպիսի վերջնարդյունք տեղի չունեցավ կամ այնպիսի հայտարարություն կամ փաստաթուղթ չհրապարակվեց, որը կարող էր արժանանալ բուռն արձագանքների։ Լրահոսում երկու տեսակի տեղեկատվություն եւ ենթադրություններ էին տարածում։ Առաջինը, որ պատրաստվում են Անկարայում այնպիսի մի հարցի շուրջ համաձայնության գալ, որը բնականաբար ենթադրել էր, որ բուռն արձագանքի կարժանանա եւ բնականաբար այդ բուռն արձագանքի առաջամարտիկները ակտիվ մեր հանրային ու հասարակական անգործիչներն են ընդդիմադիր, որոնց մենք մշտապես տեսնում ենք մեր շարժումների տարբեր, հա, ընդդիմադիր հավաքների առաջնագծում եւ բնականաբար այս մարտիկ նույնականացված են, հա, հենց իրավապահ մարմինների կողմից եւ երկրորդիվ էլ իրենք իսկ շրջանառեցին տեղեկատվություն, որ իրենք ունեն կրկին, հա, տեղեկատվություն առայն, որ մարդիկ նույն արդեն վերջին օրերի ամենաշրջանառված թեման, հա, Սամվել Կարապետյանի գործի շրջանակներում որոշակի քաղաքական ակտիվության են պատրաստվում։ Եվ ըստ էության այս երկու պարագայում էլ իրենք նախ իրենց վախի ցուցադրություն կատարեցին, այսինքն իշխանությունը գիտակցելով եք, որ Սամվել Կարապետյանի այդ գործընթացների հետ կապված։ Ես հղում եմ կատարում լրահոսում շրջանառվող աղբյուրներին, իշխանական աղբյուրներից, այո, շրջանառվեց այն վարկածը, որ իրենք ունեն տեղեկատվություն, որ Սամվել Կարապետյանի
հետ կապված միջադեպով նրա աջակիցները որոշակի քաղաքական ակտիվության են պատրաստվում եւ գործողությունների եւ երկրորդն էլ լրահոսը մեր վերլուծաբանների այն էր, որ ըստ էության Անկարայում հնարավոր է այնպիսի հայտարարություն կամ փաստաթուղթի հրապարակում, որը առաջացնելու է արդեն ենթադրելի հանրային ցասում։ Ու քանի որ առաջի տարբերակը չեղավ ու քանի որ երկրորդ տարբերակն էլ հիմնավորող որևէ փաստի հայտ չկա, որովհետև մենք արդեն տարիներ շարունակ հետևում ենք այս իշխող ուժի ներկայացուցիչների գործին, բնականաբար եթե անգամ մի հատ փոքրիկ չնչին իրենք ձայնագրություն կամ փաստահեն տեղեկատվություն ունենային երկրորդ համարագրող, այսինքն որ ինչ որ քաղաքական գործողություններ են պլանավորում, արդեն հանրային հեռուստատեսությամբ ամբողջ ողջ օրը շրջանառել են։ Ընդհանրապես շոու էր, դա տելով սկիզբը գործընթացների ավարտը։ Ես դա գնահատում եմ որպես վախի ցուցադրություն։ Այսինքն իրենք ունեն շատ մեծ վախեր, իրենք իսկ վախերը ինչից են գալիս։ Վախերը գալիս են մարդկանց հակաիրավական գործողություններից։ Իրենք գիտակցում են, որ իրենք հակաիրավական process-ների մեջ են, իրենք խնդիր ունեն իրենց իշխանությունը երաշխավորելու եւ վերջին տարիներին մենք բազմաթիվ անգամներ ենք ականատես եղել, որ այո, այսօրվա գործող քաղաքական ուժի իշխանության երաշխավորը մնացել են իրավապահ մարմիններն իրենց հակաիրավական գործիքակազմերով։ Մենք ականատես ենք եղել մարդը, ով իրացնում է մեր երկրում քաղաքական իրավունքներ, կլինի դա հավաքի ազատության իրավունքը, կլինի ինչ-որ քաղաքական ակցիայի իրացման տեսքով, կլինի անգամ առնչություններով, հա, այս կամ այն քաղաքական գործչին այդ մարդիկ ամենահետապնդվածն են եւ բազմաթիվ անհամաչափ սկսած հարկադիր ուժից մինչև կալանք եւ ձերբակալում այդ ողջ պալիտրային այսպես կոչված առերեսվել են։ Մենք մինչ օրս այսօր հենց այդ մասին անդրադարձել էի, ունեցել ենք հարյուրավոր քաղաքական բանտարկյալներ եւ դեռ ունենք մարդիկ, ովքեր քաղբանտարկյալի կարգավիճակում են։ Մենք ունեցել ենք օր, երբ մեկ օրվա քաղաքական ակցիաների ընթացքում 250-ից ավելի մարդ բերման է ենթարկվել եւ ձերբակալվել է։ Մենք ունեցել ենք իրավիճակ, երբ արդեն 3 անգամ քաղաքական ակցիա իրականացնող հավաքի տեսքով մարդկանց վրա այս իշխանությունը նռնական էտում է կազմակերպել, մեկը հանրապետության հրապարակում էր Արցախի հանձնումից հետո, մեկը ամառանոցների դիմաց էր ակցիայի ժամանակ, ընդհանրապես քալերթով եւ երրորդը էպոպեյան, հա, երբ 30-ից ավել ձայնային նռնակ անթույլատրելի բոլոր կարգերը խախտելով, հա, այդ կարգերը հետեւյալն էին, կար առողջապահության նախարարի հատուկ հրաման, որը հստակ սահմանում է, թե ինչպես պետք է այդ լուսաձայնային նռնակները կիրառվեն։ Դրանք կիրառվում են նախապես մարդկանց զգուշացնելով, եթե մարդիկ չեն արձագանքում կամ ինչ-որ հակաիրավական գործողություններ են կատարում ու չի կանխարգելվում նախնական զգուշացումը, նոր կիրառվում են։ Դրանք կիրառում են մարդուց մի մետր հեռավորությունից, կներեք, մեկ է չէր, կարծես 5 մետր հեռավորության վրա, որպեսզի մարդուն ֆիզիկական վնաս չպատճառեն։ Իսկ ես որպես տեղում գտնվող ականատես մարդ, առանց նախնական զգուշացման կարգը պահպանելու, առանց ուղղորդման ուղղակի մարդկանց վրա 30 անգամ նռնակալ է տարեցել, այն դեպքում, երբ մեր միջավայրում այդ պահի դրությամբ մանկասայլակով երեխաներ կային ու մարդիկ խաղաղ, հա, կանայք երեխաների հետ ինչքան ապահով, հա, պետք է լինի, որ կինը երեխայի հետ կա շրջել, չասենք, որ այգի էին շպրտում, որտեղ ընդհանրապես այդ ակցիայի հետ կապ չունեցող քաղաքացիները իրենց հանգիստն էին վայելում ու ունեցանք վերջնարդյունք, երբ կային տասնյակ վիրավոր քաղաքացիներ, ընդհանուր մեր քաղաքացիներից մեկը իր ձեռքը կորցրեց։ Ու այսօր արդեն հանգրվանել ենք մի իրավիճակի, երբ ու նաև ունենալով հա նախադեպը, հստակ կարող ենք պնդում անել, որ այս իշխանության համար ընդդիմադիր քաղաքական հայացք ունեցող մարդը տրիգեր է, ու ընդդիմադիր քաղաքական հայացք ունեցող մարդու նկատմամբ իրենք չունեն իրավական սահմաններ։ Սա երկակի ստանդարտների արդարադատության են վերածել մեր պետությունը, սա ընտրովի արդարադատության են վերածել մեր պետությունը, ու այո, հենց դրա բառապացույց է գալի, օրինակ կալանքը, հա, որը խափանման միջոցներից ծանրագույնն է եւ որը ամենաանհեթեթ կերպով հենց քաղաքական հայացքներով մարդկանց գործերի նկատմամբ կիրառվում է ոչ թե որպես խափանման միջոց, այլ կիրառվում է որպես պատիժ։
Տիկին Մեղրան, ու կարծես այդ ամենը նաև այսպես նոր տենդենց է դարձել, արվում է Facebook-յան, այսպես հրահանգ գրառումների միջոցով, հենց վերջին դեպքը Սամվել Կարապետյանի հետ կապված, տեսեք ոնց է միջամտելու, այդ գրառմանը հաջորդեցին արդեն գիտենք խոզարկություններ ու վերջո կալանավորում, այսօր էլ փաստաբանների միջոցով էր նա հայտարարություն տարածել, խոսում էր իրավական գործընթացի մասին ու ինչպես Սամվել Կարապետյանն էր փոխանցում, թե ինչպես այսպես շփոթված, մոլորված իրավիճակում են այսօր հայտնվել քննիչները, դատավորները քաղաքական հրահանգների պատճառով, այսպես ասած։ Տեսեք, Սամվել Կարապետյանի գործը, այդ հավաքական պատկերն է ողջ տարիների ընթացքում իմ կողմից քիչ առաջ ներկայացված դրվագների։ Մի հատ ժամանակագրական հետհայացքներ տենք, ինչ տեղի ունեցավ։ Օրեր պատական չասեցի, որ մենք այսօր ապրում ենք Facebook-ապետության պայմաններում, որովհետև մեր գործադիր իշխանության ղեկավարը, վարչապետը Facebook-ով է հանրային հարցեր լուծում ու արդեն բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի սահմանները նա Facebook-ով անցել է ու հենց իր գործողություններն են ի տարբերություն Սամվել Կարապետյանի դասական սահմանադրական կարգի տապալում, որովհետև ի տարբերություն ինձ քաղաքացուց ով իրավունք ունի անելու այն ամենը, ինչ օրենքը չի արգելում, ինքը կաշկանդված է իր պարտականություններով։ Հստակ մեր սահմանադրական փոփոխությունների 2015 թվականին մեր սահմանադրությունը բարեփոխվեց եւ դրա դրական բարեփոխումներից մեկը հստակորեն օրինականության սկզբունքի ամրագրումն էր սահմանադրության մեջ, որը ասում է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, տեղական ինքնակառավարման մարմինները, ընդհանրապես պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնք իրենց լիազորել է սահմանադրությունը կամ օրենքը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը բնականաբար չունի որևէ գործողություն, սկսած 18 թվից, օրինակ դատարանների շրջափակման կոչ, օրենսդիր մարմնի շրջափակման կոչ, որոնք հստակ իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտում եւ սահմանադրական կարգի տապալում են, վերջացած հայ առաքելական եկեղեցու նկատմամբ նման բռնությունների, հետապնդումների միջամտության process-ը։ Ինքը իրեն թույլ է տալի գործողություններ, հայ առաքելական եկեղեցին հստակ ունի ամրագրված կարգավիճակ մեր սահմանադրությամբ եւ պատահական չէ այդ կարգավիճակի ամրագրումը, դա տեղի ունեցել հաշվի առնելով այս կառույցի երկարադարերի ընթացքում, հազարամյա ներդրումը մեր ազգի ինքնորոշման եւ ազգային ինքնության պահպանման process-ում եւ հենց իմ կողմից թվարկված այս սկզբունքներն էլ հռչակված են, որպես հիմնական առաքելություն հայ առաքելական եկեղեցու։ Բացի այդ, Hamanun օրենքում մեր նախկին 2005 թվականի սահմանադրության մեջ ուղղակիորեն ամրագրված էր, որ եկեղեցին ու պետությունը տարանջատված են։ Մեր պետությունը իրավունք չունի միջամտելու հայ առաքելական եկեղեցին։ Իրենք դեպ չեն բացառում, որ հնարավոր է սահմանադրական փոփոխությունների գնան, որ իրենց ասած այդ հանձնախումբը ձևավորեն։ Ես ինքս չեմ բացառում, տեսեք, իրենց օրակարգում բնականաբար սահմանադրական արդեն նոր սահմանադրության ընդունումն է։ Այո, իրենք ինչ եկել են իշխանության 18 թվից ի վեր ունեցել են սահմանադրական փոփոխությունների օրակարգ, նախորդ տարի Նիկոլ Փաշինյանը մեկնարկը տվեց նոր սահմանադրության ընդունման, որից արդեն նախ որը ուղղակիորեն զուգադիպեց Ալիևի հայտարարությանը առայն, որ իրենք պահանջ ունեն մեր սահմանության փոփոխության, եւ դա բնականաբար ուղղակիորեն ահազանգ էր այն մասին, որ իրենք թիրախավորել են սահմանադրության նախաբանը, որովհետեւ Ադրբեջանի խնդիրը ըստ իրենց մեկնաբանման ինչ որ տարածքային պահանջի հետ է կապված Արցախյան հարցի համատեքստում, դա ամրագրված է մեր անկախության հռչակագրում, իսկ մեր անկախության հռչակագիրը իրավական տեսք է ստացել շատ նուրբ իրավական ձևակերպմամբ, որը մեր նախահայրերը եւ սահմանադիրները 1995 թվականին մեր սահմանադրության ընդունման նախաբանում ամրագրել են։ Նախաբանը անփոփոխելի դրույթ է համարվում, այսինքն սահմանադրական փոփոխությամբ իրենք չէին կարող նախաբանում փոփոխություն կատարել, այդ պատճառով օրակարգը փոխվեց նոր սահմանադրություն։ Հիմա այստեղ որ այս դաշտել մտնենք, ինչպես իրենք մեր պետությունն են կառավարում, սխալներով, հակաիրավական եղանակով, այնպես էլ սահմանադրական փոփոխություն են անում։ Իրենք այս ողջ ընթացքում հասցրել են նախ ընդգծենք այն կարևոր հանգամանքը։ Սահմանադրական փոփոխությունները իրավական ակտով են իրականացրել, կա վարչապետի որոշում։ Իրենք արդեն հասցրել են
այդ վարչապետի որոշումը երկակի անգամ խախտել, փոփոխություններ անել, արդեն նոր ժամկետներ կային սահմանված, դրանք խախտված մի տարի մնացին, նոր ժամկետներ են հիմա սահմանվել, որ պետք է այս տարվա մինչև մայիս կամ հունիս հայեցակարգը մշակվեր եւ հրապարակվեր, ու մինչև տարվա վերջը 26 թվականի արդեն սահմանադրության տեքստը հրապարակվեր նախագծի, Արտադրության նախարարը հայտարարեց, որ իրենք չեն պատրաստվում հայեցակարգի տեքստ մշակել, կրկին ընդգծում եմ, մինչդեռ օրինակ այդ վարչապետի որոշման մեջ հստակ պահանջ ու ժամկետ կա այդ հայեցակարգի։ Երկրորդ, նույն այդ վարչապետի որոշման մեջ իրենք այդ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի խորհրդի գործունեության սկզբունքներ ունեն սահմանած, հրապարակայնությունը, մասնակցելիություն եւ այլն ու իրենք այդ սկզբունքները կոպտորեն խախտել են մենք այսպիսի մեկուսացված ու փակ աշխատող սահմանադրական բարեփոխումների կառույց երբևիցե չենք ունեցել Հայաստանի Հանրապետության պատմության մեջ այդքան քննադատված անգամ Վենետիկի հանձնաժողովը որ նախորդ բարեփոխումների հանձնաժողովին գնահատական էր տվել հա որ այնքան էլ բաց ու թափանցիկ չեն աշխատել այդ հանձնաժողովը շաբաթական կտրվածքով հայտարարություններով էր հանդես գալիս զեկուցելով իր աշխատանքների մասին հայեցակարգ հրապարակեց հայեցակարգի հետքերով հանրային լսումներ են կազմակերպում ինչպես մայրաքաղաքում այնպես է մարզերում բոլոր քաղաքական կառույցների հետ հանդիպումներ ունեցան ինչպես իշխանական այնպես էլ ընդդիմադիր իսկ մենք 8 տարի օրակարգում գտնվող սահմանադրական բարեփոխումներ եւ նոր սահմանադրություն ունեցող իրեն ճակերտավոր ժողովրդավար հրճակած իշխանությունից անգամ մեկ նյութական դրույթ դեռևս չենք ստացել որպես հանրային քննարկման առարկա որպեսզի հասկանանք ինչ են անում։ Այստեղ էլ հա էլի ենթադրությունների դաշտում են գտնվում ու բարբերաբար իրենց արդեն քաղաքական դիալեկտից մենք կարողանում ենք եզրահանգումներ անշնորհակալ գործ կատարել, որ այո, ահա նոր սահմանությունը օրակարգ է, բնականաբար դրա շրջանակում թիրախ է դառնալու եկեղեցուն նվիրված դրույթը։ Նոր սահմանությունը օրակարգ է, թիրախ են դառնալու մեր խորհրդանիշները, հա, մեր օրհներգը, մեր հիմնը, մեր զինանշանը, որը նաև թուրքական պահանջ է, որովհետև զինանշանում Արարատ լեռան պատկերը սահմանադրությամբ հստակ ամրագրված նորմի շրջանակներում է արձանագրված։ Սահմանադրության նոր սահմանադրությունը թիրախ է նախաբանը, թիրախ է անկախության հռչակագիրը, որը մեր պետության ծննդյան վկայականն է ու ընդհանրապես անձեռնաբխելի փաստաթուղթ է ու առավել եւս անհեթեթ է այդ նոր սահմանադրության գաղափարը, որովհետեւ իրենք որևէ կմախքային նորմ ըստ էության ըստ իրենց հայտարարությունները չեն փոփոխել, որովհետեւ ու զավեշտ է, հա, այդ Նիկոլ Փաշինյանը, որը ընդդիմադիր լինելով ամենակննադատածն էր այդ խորհրդարանական կառավարման ձևին անցնելու Նիկոլ Փաշինյան վարչապետության օրոք հայտարարեց, որ իրենց համար այս կառավարման ձևը լիովին ընդունելի է եւ իրենք չեն պատրաստվում այն փոփոխել։ Բնականաբար սահմանադրական փոփոխությունը նոր սահմանադրության տեսքով Թշնամու օրակարգում է ու տարբեր օրինակ Անտալիայում կրկին հա դիվանագիտական հանդիպում տեղի ունեցավ, որտեղ արտգործ նախարարների շրջանակում էր հանդիպումը, մեր արտգործ նախարարը Փութաջաներում փորձում էր համոզել, որպեսզի մյուս կողմը հրաժարվի այս պահանջից, որովհետև հասկանալի է, որ իրենք չունեն դեռևս նախագիծ ու տեքստ, հասկանալի է ցանկացած գիտակից մասնագետի համար, որ իրենք ի վիճակի չեն նորմալ տեքստ պատրաստելու, եթե վերացարկվենք էլ այն վտանգներից։ Երրորդ, հասկանալի է, որ իրապես իրենք շատ վտանգավոր ուղերձներով փաստաթուղթ են պատրաստելու հրաժարվելով մեր թե ազգի թե պետության հենասյունային սկզբունքներից ու նորմերից, եւ չորրորդ հասկանալի է, իրենք էլ իմ գնահատմամբ հասկանում են, որ իրենց շատ դժվար է հաջողվելու այդ process-ը հրաժարվում են հստակեցնել, արդյոք այդ անկախության պայմանագիրը իրենց նոր սահմանադրությամբ փոփոխվելու է, թե ոչ, անգամ դա այսօր, երբ որ հարց են ուղղում, չեն հստակեցնում, այսինքն կարող ենք ենթադրել, որ դա եւս ամբողջությամբ։ Իրենք, տեսեք, նույն բարբերաբար եթե նախորդիվ հելի հետ հայացք նետենք, Նիկոլ Փաշինյանը երբ հայտարարում էր, որ
10 քանի կետ կա խաղաղության պայմանագրում եւ 10-ից ավելի կետերի շուրջ իրենք համաձայնության են եկել, դա այն մի կետերից էր, որի շուրջ իրենք չէին կարողանում համաձայնության գալ, իրենք նշել են, հա, այդ մասին տարբեր մակարդակներում, այսինքն հայկական կողմը նույնը կրկին ընդգծում եմ, հա, այդ սահմանադրական դատանի տխրահռչակ որոշումը, որում գնահատական դրվեց ընդհանրապես աղերս չունեցող փաստաթղթի համատեքստում անկախության հռչակագրին, թողնելով այդ նույն փաստաթղթի բազմաթիվ հակասահմանադրական դրույթները տենց թղթին թողնված եւ առանց մեկնաբանության, դա այս իշխանության իրավական զարտուղիներ ու այլընտրանքը այդ սահմանադրական փոփոխությանը, սակայն Շտամին դա մեր անձնական ողբերգությունն է, որ ըստ էության ավելի պատկառանքով մոտեցավ այս հարցին, քան հենց իրենք մեր հայկական իշխանությունները։ Եվ Տիկին Մելոյան արդեն զրույց էսպես ամփոփելով խոսենք նաև իրենց նոր նախաձեռնության մասին, որպեսզի ժամանակի մեջ տեղավորվեն, գիտենք, որ նոր հարց է նորակարգ բերել, մտադիր են ազգայնացնել, հեծը պետականացնել, սա արդյոք սեփականության նկատմամբ միջամտություն չէ ու չի կարող վերածվել բիզնեսը խլելու գործընթացի։ Սա եւս անհատանք։ Տեսեք, հեծը նախ կիսատ մնաց խոսքս կներեք Սամվել Կարապետյանի քեյսի հետ կապված, ինչ տեղի ունեցավ, մի հատ արագ ամփոփենք, ժամերի ընթացքում հայ առաքելական եկեղեցում, որը հետապնդում է վարչապետի կողմից, Սամվել Կարապետյանը որպես գործարար աջակցություն հայտնեց վարկաններ տևող տեսանյութի տեսքով։ Այդ վարկաններ տևող տեսանյութին մի քանի ժամվա ընթացքում անմիջապես շատ կոպտորեն արձագանքեց վարչապետը, գրելով, որ կպասիվացնի ակտիվացված գործարարներին ու ժամեր անց եկան ձերբակալելու Սամվել Կարապետյանին ու դրանից է ժամեր անց կալանավորվեց Սամվել Կարապետյանը։ Հիմքում դնելով քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածը իշխանություն զավթել, սահմանադրական կարգ տապալել, այդ գիտեք ինչ տպավորություններ, որ իրավապահ մարմինները բացել էին արագ հրահանգավորված, հա, քրեական օրենսգիրքը այնտեղ ծովահենությունը կամ էկոցիդը չէին համապատասխանել, մի փոքր տենց համապատասխանեցնող հարմար հոդված էին գտել, որը ընդհանրապես աղերս չունի, հա, մեր ցանկացած հանցագործություն տակ պետքա հանցակազմ լինի, այսինքն պետքա լինի արարք, մտադրություն, սուբյեկտ, սուբյեկտիվ կողմ, օբյեկտ, օբյեկտիվ կողմ, դրանք հաստատող փաստական հանգամանքներ, իրենք անգամ այս անգամ իրենց գերազանցեցին, ժամանակ չտալով ձևական առումով ապացուցելու, որ ինչ որ իրապես փաստական հանգամանքներ են առկա, ու հենց այդ մասն էլ վկայակոչում այսօրվա Սամվել Կարապետյանի գրառումը հայտարարությունը, որը տարածեց իր փաստաբանական խմբի միջոցով, առայն որ ողորմելի վիճակում են գտնվել իր աչքի առջև իրավապահ մարմինների ներկայացուցիչները, որովհետև իրենք իմ գնահատմամբ նման քաղաքական գործերում գալիս են բոբիկ, չունեն փաստեր, չունեն հիմքեր, չունեն խոսելիք, հա, ու դա ակնհայտ է, հատկապես ցավալի է, որ Սամվել Կարապետյանի մասշտաբի հայը այդ իրավիճակին ինքը եւս առերեսվեց, բայց ինքը եւս մեկներ, օրինակ մենք ունենք զոհված հերոսի հայ Գարիկ Գալեյան, հա, որ անհետ մի հատ շիշ ճպրտելու գործով արդեն ամիսներ շարունակ թե կալանքի, թե տնային կալանքի ներկու է գտնվում, ոչ թե որպես խափանման միջոց, այլ որպես պատժամիջոց, պատժում են մարդուն քաղաքական հայացքի համար։ Հիմա գանք հեծին։ Դրա շրջանակում էս հետապնդման շրջանակում Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի բարձր ամբիոնից շատ վրդովված խոսեց, որ հերթական, հա, որպես պատժիչ միջոց իրենք ազգայնացնելու են հեծը, իրենք ունեն նախագիծ թերություններ կա աշխատանքներում հասարակությունը դժգոհ։ Տեսեք, սա եւս այդ երկակի ստանդարտներից է, այսինքն 3 օր ես ինքս այդ մասին անդրադառնալու եմ, լալա հարաշ տեքստերեն թե ինչ վատ է աշխատում հեծը ու ոնց բարձվեց իրենք տենց քաջատեղյակ են, որ զանգում ես օպերատորին, օպերատորը չի պատասխանում, որ բարբերաբար լուսանջատումներ են տեղի ունենում։ Այո, մենք բոլորս այդ ամեն ինչին առնչվում ենք եւ քաղաքացուն դա նեղություն է պատճառել։ Փաստորեն դուք քաջատեղյակ եք այս խնդրից, բայց այս խնդիրը ձեզ չի հուզում, մինչև այդ մարդը քաղաքական հայտարարություն ձեր մեկնաբանմամբ չի անում։ Այսինքն նորմալ է, որ քաղաքացու առօրյան խեղաթյուրվում է, խանգարվում է, ինչ որ process նորմալ չի իրացվում, ինչ որ կառույց նորմալ չի աշխատում, եւ հերթում հաջորդը վիոլյա ջուրը կլինի, որովհետեւ նույն կերպ էլ ջրանջատումների խնդրեմ ունենք, հա, բայց քանի դեռ վիոլյա ջրի ղեկավարությունը քաղաքական հայտարարություն իրենց տպավորությամբ, հա, չեն արել,
իրենք անձեռնմխելի կլինեն ու նորմալ է այդ բոլոր ջրանջատումները։ Հիմա հեծի ազգայնացման process-ը վարչապետը հայտարարում է, որ շուտ հենց հիմա պատրաստում է նախագիծը շրջանառում են ու այդ նախագծով ազգայնացնելու են հեծը։ Հեծը դա հայ էլեկտրական ցանցեր Փակ Բաժնետիրական ընկերությունն է։ Նշենք, որ արդեն 3-րդ օրն է անցնում ու այդ նախագիծը այդպես էլ չկա։ Իրենք էլ պատգամավորներն էլ, երբ որ հարցը սուղում, ասում են դեռ ծանոթ չենք։ Սա նախ առաջին իրենց ոճի խնդիրը, որ վարչապետի խոսքը ընդհանրապես գործին չի համընկնում։ 1. Երկրորդ, մեր սեփականության իրավունք հետ հարաբերակցություն։ Մեր սահմանադրությունը ճանաչում եւ երաշխավորվում է յուրաքանչյուր ոքի սեփականության իրավունքը։ Ի տարբերություն անձնական իրավունքների, ինչպես օրինակ կյանքի իրավունքն է, սեփականության տնտեսական իրավունքներից մի շարքը բացարձակ չեն։ Այո, սահմանադրությունը տալիս է դրանք սահմանափակելու հնարավորություն։ Դրանցից մեկը դատական կարգով սահմանափակելն է, օրինակ այս դեպքը վերցնենք, հա, օրինակ եթե Սամվել Կարապետյանը մեղադրվեր փողերի լվացման գործով, մեղադրական վերդիկտ լիներ եւ իր բաժնետոմսերի մի մասը հեծի, այդ գործով հա հանձներ պետությանը։ Երկրորդ տարբերակը դա հանրային շահերից ելնելով ազգայնացումն է, բայց հանրային շահերի դեպքում սահմանադրությունը եւ օրենքը ունեն հստակ պահանջ նախնական եւ համարժեք փոխհատուցում։ Հələ չասած, որ օրենքը +15% է ենթադրում փոխհատուցման։ Այսինքն արդյոք մեր պետությունը ի վիճակի է այդ հեծի ողջ գումարը, որը ահռելի է, հարյուրավոր միլիոնների մասին է խոսքը գնում, փոխհատուցել սեփականատիրոջը եւ արդյոք պետությունը ի վիճակի է հետագայում այդ ամբողջ ներդրումները կատարել ու ապահովել կառավարումը այս կազմակերպության։ Եվ երրորդ կոմպոնենտ իրավական նրբությունները, այստեղ բնականաբար ի հայտ են գալի տնտեսական բաղադրիչ, ֆինանսական բաղադրիչ, հա, կառավարչական բաղադրիչ, որոնք տարբեր բնագավառներից ակնհայտ է, որ այս իշխանությունը ի վիճակի չէ կյանքի կոչել։ Ըստ պետռեգիստրի գրանցումների այստեղ կա միջնորդ կազմակերպություն կիպրական ծագման։ Հասկանում ենք, չէ, եթե ես նախ չեմ պատկերացնում այդ օրենքի նախագիծը ինչ տեսք է ունենալու, համոզված եմ իրենք էլ մինչ այժմ չեմ պատկերացնում, դրա համար էլ այդ օրենքի նախագիծը օդում կախված մնաց, ու եթե հակաիրավական եղանակով ըստ էության այսպես կոչված ազգայնացումը վերածվում է խլման։ Իսկ հնարավոր է Նիկոլ Փաշինյանը արդեն պատկերացնում է ինչ-որ հարկադրանքի միջոցներով, հա, ստիպել Սամվել Կարապետյանին այդ բաժնետոմսերը պետությանը փոխանցել։ Եվ այսպես կոչված այդ խլման ռեկետի process-ը ունի իրավական հետևանքներ, ինչպես ասցիկա կազմակերպություն միջնորդ, որը կիպրական ծագում ունի, Հայաստանն ու Կիպրոսը ունեն այսպես կոչված bilateral investment treaty, դա երկկողմանի ներդրումների համաձայնագրեր են, որոնք մենք մի շարք պետությունների հետ ունենք եւ որոնք պաշտպանում են Հայաստանի Հանրապետություն եւ մյուս կողմի պետության երկրում մեր եւ իրենց ներդրողների շահերը եւ պատկերացնում եք, չէ, հետագայում եթե այս մարդը այս գործընթացը տեղի ունենա ու վիճարկի Հայաստանի Հանրապետությունը ինչ հսկայական ֆինանսական բեռի տակ են գնելու, երբ միջազգային այցյաններում բողոքարկվի իր սեփականության իրավունքի նկատմամբ ապօրինի նկարտումներն ու միջամտությունը, այս հսկայածավալ հարյուրավոր միլիոնների փոխհատուցման հարց բարձրացվի, սա հերթական բեռն է լինելու մեր հարկատուներից եւ մեր պետության ուսերին այդ չմտածված, էմոցիոնալ, հակաիրավական իշխող ուժի գործողության հետևանքով։ Շնորհակալ եմ Տիկին Մելոյան զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ այսօր մեր հյուրը սահմանադրագետ Գոհար Մելոյանն էր, կհանդիպենք։